Այսօրվա փաստերի շարքը Չինաստանի մասին կուզեմ սկսել երեխաներին վերաբերող մի հետաքրքիր փաստով։ Գիտեք, Չինաստանում մեծ քանակի մարդկություն կա, բնակչություն կա, չէ՞, 1.5 միլիարդ գրեթե ժողովուրդ կա։ Դա բերում է նրան, որ մրցակցությունը շատ բարձր է, երեխաների ընդունելության եւ այլն։ Դրա համար բոլոր ծնողները աշխատում են երեխաներին ինչքան հնարավոր է շուտ տան կրթության։ Ու այնպես է ստացվում, որ երեխան սկսում է քայլել ու իրան տանում են ինչ-որ ուսումնական կենտրոն։ Դա զարմանալու բան չի այստեղ։ Երեխաները եթե առնվազն 3-4 ուսումնական կենտրոն չհաճախեն, ես այդպես բան չեմ հանդիպել ամեն դեպքում։ Հիմա երեխաները 1 տարեկան, 2 տարեկանից արդեն գնում են անգլերենի, նկարչության կամ երաժշտության, մաթեմատիկայի եւ այլն։ Դպրոցի մասին։ Այստեղ Հայաստանի պես կա 3 փուլ դպրոցական, կրտսեր դպրոց, միջին դպրոց ու ավագ դպրոց։ Կրտսեր դպրոցը սկսվում է մեր պես կարծեմ 6 տարեկանից։ Կրտսեր դպրոցի երեխաները հաճախում են դպրոց առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 3-ից 5-ը։ Նայած դպրոց տարբեր դպրոցներում տարբեր ժամեր են։ Իմ իմացած բոլոր դպրոցները ավարտվել են 3-ից 5-ը ընկած ժամանակամիջոցում ցերեկվա։ Պատկերացրեք ժամը առավոտյան 7-ից սկսվում է դպրոցը, 7-ից 8-ը այդ ժամանակամիջոցում։ Ու մինչև ժամը 3-ը կամ 5-ը այս խեղճ երեխաները պարապում են։ Միջին դպրոցը նույն ժամին սկսվում է, բայց ավարտվում է ավելի ուշ։ 8-ից 9-ը ընկած ժամանակամիջոցում, երեկոյան։ Մի լավ բան կա, որ տնային չեն ստանում, դպրոցում է այդ ամեն ինչը, թե տնայինը, թե ֆիզկուլտուրայով են զբաղվում, դուրս են գալի, խաղեր են խաղում, բասկետբոլ են խաղում, իրենք բասկետբոլը շատ տարածված է, ֆուտբոլից ավելի տարածված է այստեղ։ Իսկ ավագ դպրոցը, ավագ դպրոցը պատրաստվեք այս ցնցող նորությանը։ Ավագ դպրոցը երեխաները գնում են երկշաբթի օրը առավոտյան ժամը, ասենք 7-ին գնում են դասի ու վերադառնում են արդեն ուրբաթ երեկոյան, ուշ երեկոյան, գիշերով։ Այսինքն ավագ դպրոցը երեխաները մնում են դպրոցում։ Հիմնական մեծամասնությունը այդպես է։ Կան դպրոցներ, որ երեխաները գնում տուն, քնում են էլի դպրոց, բայց հիմնականում հեռու դպրոցներ են ընտրում, ավագ դպրոցը կարան ընտրեն այլ քաղաքում կամ իրենց ուզած տեղը։ Դրա համար շատ ժամանակ շաբաթ կիրակի գալիս տանը հանգստանում են, կիրակի օրը երեկոյան դուրս են գալի, որ հասնեն մյուս օրը առավոտյան իրենց դպրոց։ Այնպես որ սիրելի երեխաներ, հիմա խոսքս ուղղում եմ երեխաներին։ Մյուս անգամ եթե երեկոյան տանը նստած տնայինի առաջ սկսեք բողոքել ձեր տնայիններից, ձեր դժբախտ կյանքից, հիշեք, որ այդ նույն ժամին Չինաստանում երեխաները դեռ դպրոցից տուն չեն գնացել։ Չինաստանի Անշան քաղաք երեկոյան ժամը 7:28 ու այստեղ կողքս դպրոցն է, միջնակարգ դպրոց է։ Հեսա ձեզ ցույց տամ, որ մինչև հիմա դպրոցը աշխատում է ու դեռ մինչև ժամը 9-ը աշխատելու է մոտավորապես։ Հայկական այբուբենում քանի նիշ կա։ 39-ա, չէ՞։ Տար չեմ ասում, ընդ ինչ որ 4 հատ ուրիշ բան է, մնացած ուրիշ բան է, բայց դա չի կարևորը։ Հայկական այբուբենում ունենք 39 նիշ, որոնք մեզ համեմատելով մեր հարևան երկրների հետ, այն երկրների այբուբեների հետ, որոնց ծանոթ ենք, մեզ թվում է ահավոր բարդ է, չէ՞, ու հայերենը բարդ է։ Հիմա բռնվեք կամ ավելի լավը նստեք, հեսա կպատմեմ ձեզ չինական այբուբենի մասին։ Չինարենը, սիրելիներս, պարունակում է, հեսա բռնվեք, այն իերոգլիֆները գիտեք, չէ՞։ Դա չինական բառերն են։ Չինարեն լեզուն չունի տառեր։ Մեր հասկացած տառեր, հնչյուններ չինարեն լեզուն չունի։ Չինարեն լեզուն ունի նիշեր ամեն բառի համար։ Պատրաստ եք ասեմ թիվը այդ բառերի։ Ուրեմն չինարենում կա 100,000 մոտավորապես 100,000 բառ։ Դա հաշվի առնելով հին չինարենը, նաև այն բառերը, որոնք չեն օգտագործվում, ինչ-որ տերմիններ եւ այլն։ Հիմա 100,000-ից օգտագործվում է շատ ավելի քիչ իհարկե։ Կրթված հասուն տարիքում չինացին մոտավորապես գիտի 6-ից 8,000 բառ։ Ավելի հստակ ասեմ, որ հասկանալի լինի, օրինակ թերթ կարդալու համար միջին չինացում պետք է 3,000 բառ իմանալ։ Ես չեմ պատկերացնում ինչքան պետք է սովորես, որ մեր հասկացած տառը 3,000-ած սովորես։ Մի պատկերացնում ես 100,000 տառ սովորեիր։ Ինչքան կտևեր։ Ռոբ դու քանի հատ գիտես բառ։ 60 ասեց։ 60 հատ շատ լավ է։ Ես երևի մի 3-4 հատ գիտեմ։ Այդպիսի բաներ։
մի անգամ Չինաստանում, ռեստորանում հաց կերանք, վերջացրեցինք ամեն ինչ ու վերջում թեյավճար փորձեցի թողնել սեղանին, դե այստեղ վճարումները բոլորը հեռախոսով են կատարում, դրա համար մոտս կար կանխիկ գումար, թողեցի մի քիչ սեղանի վրա։ Դուրս եկանք տենց, անցավ երևի մի 2 րոպե, հետևներիցս վազելով եկավ, մեկը գոռում է հետևներիցս, կայնեք, եկավ զորով այդ գումարը դրեց, վերադարձնում է, դնում է գրպանս, ասում եմ պետք չի, վերջը չկարողացա համոզեմ, այդ գումարը հետ տվեց։ Ինչի համար, ստեղ Չինաստանում թեյավճար հասկացողություն չկա, թեյավճար չեն թողնում, կոպիտ չի, բայց պետք չի, իրանք չեն ակնկալում, դուք էլ մի թողեք, որտեղ ընդունված չի, թեյավճարի կուլտուրա աստեղ բացակայում է, թե ռեստորանում լինի, թե տաքսիների մեջ լինի, թեյավճար հասկացողություն չկա։ Այնպես որ եթե ուզում եք ձեր շնորհակալությունը հայտնեք, այսինքն ամեն ինչ մաքրեք, սա կերեք, այդ ամենալավ շնորհակալությունը կլինի։ Այս միջավայրից մի փաստի մասին էլ պատմեմ։ Եթե Չինաստանում եղել եք, Չինաստան այցելող ձեր ընկերներից լսած կլինեք, որ չինացիները հաց ուտելուց շատ են սիրում ճպճպացնել բարձր կամ գխտալ կամ չգիտեմ ինչ-որ բարձրաձայն խոսալ իրար հետ։ Ես միջև այս վերջերս, միջև այս փաստի մասին իմացա, ես ինքս շատ էի դրանից ներվայնանում, շատ էի ջղայնանում։ Իմ վրա ազդում էր, երբ որ մարդիկ կողքս բարձր ճպճպացնելով ուտում են, դե մեր ծնողները միշտ մեզ պատժել են, եթե հանկարծ տես բան են նկատել։ Այստեղ Չինաստանում գիտեք ինչ իմացա, որ այսպեսի մի բան կա, որ եթե դու հաց ուտելուց լուռ ես, դա քո հեղինակության մասին կարող է վատ տպավորություն թողնել ու մարդիկ կմտածեն ինչա, ինչից է դժգոհ, ինչից է ջղայն, որ ձեն չի հանում, կարող է ուտելիքը դուրը չի գալի։ Դրա համար այստեղ ընդունված է ձայն արտահանել, երբ որ դու հաց ես ուտում։ Ու եթե մանավանդ երբ որ դու ընկերների հետ ես կամ ինչ-որ գոլեգաներիդ հետ ես ու միասին ընտրում եք, անպայման պետք է կամ խոսաս, կամ բարձր ճպճպացնես, ինչը նաև բացի թե աղմուկ հանելուց, նաև նշանակում է, որ դու քո հավանությունն ես արտահայտում ուտելիքի որակի վերաբերյալ, այսինքն համովա դրա համար այդ ճպճպացնելով ուտում ես, այդ գխտալն էլ անգամ դրա հետ է կապված, այնպես որ Չինաստանում եթե հաց եք ուտում, արխային կարակ բարձրաձայն խոսեք, գխտակ, ճպճպացնեք, եթե ձեզ ուտելիքը իրոք դուր է գալիս, այստեղ ընդունված է ու երբեք մի ջղայնացեք դրա համար։ Պատկերացրեք Հայաստանում իջնում եք ձեր մոտակա հացի խանութը հաց առնելու ու ձեր կողքը կանգնած է պիժամայով մի կին։ Ինչ կմտածեք, ինչ կանեք։ Այստեղ Չինաստանում դա նորմալ երևույթ է։ Ռոբ հիշում ես, որ Սուժոյում ենք ապրում, այն որ պիժամաներով մարդիկ էին ֆրֆռում ամենտեղ, ուր եթում էինք, ռեստորան գնայինք, թե ինչ-որ վայր գնայինք, չգիտեմ, հանգստյան գոտի, ուր դե ուզում ես գնա, պիժամաներով սաղաղորով ֆրֆռում էին, ցերեկը, երեկոյան, անգամ աշխատանքի էին գնում պիժամաներով։ Ստեղ մեր քաղաքում այդքան չկա, ստեղ այդ բանը զարգացած չի։ Ես այս 2 տարվա մեջ այս քաղաքում մի երևի 3-4 անգամ եմ տեսել, բայց Սուժոյում ու մեծ քաղաքներում, Շանխայում ամենուրեք կհանդիպես պիժամաներով, որոնք գնում են թե գնումների, թե գնում են ռեստորան, թե գնում են իրենց գործերով։ Ամենուրեք կհանդիպեք։ Մեր քաղաքում չէ, բայց մեծ քաղաքների մասին է խոսքը։ Մեր քաղաքում շատ չկա, դրա համար չեմ կարա ձեզ օրինակի համար տեսանյութ ցույց տամ, բայց տեսանյութեր ունեմ, հիշում եք, այն ռեստորանում խալաթով որ եկել էր։ Այդ հատվածը հեսա կդնեմ։ Այստեղ ընդունված է Ժորժ ջան, այստեղ իրանք պիժաման համարում են ոչ թե զուտ քնելու համար հագուստ, այլ տան հարմարավետ հագուստ, ու այդ տան հագուստով կարան իջնեն իրանց գործերով։ Նորմալ է, չզարմանաք։ Հայաստանում եթե մեկը անկախ սեռից, եթե հանգարց պիժամայով մեկը ելնի դուրս, իմ կարծիքով տունը կմնա։ Սա Չինաստանն է։ Իսկ սա իմ հայկական տեսախցիկն է։ Դե ճապոնական է, բայց դե հայկական աչքերով է, որտեվ ես եմ հայաստանցի։